Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկ օրում մի քանի սկանդալային հայտարարություն է արել։ Նախ հայտարարել է, որ ժամերանց ուժեղ հարված կհասցնի Իրանին, սակայն ժամերանց հարված հասցնելու փոխարեն չեղարկել է հարվածները, հայտարարելով, որ համաձայնության են եկել Իրանի հետ։ Սակայն Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ թեև բանակցային տեքստի մեծ մասը վերջնականապես համաձայնեցված է, բայց Իրանը չի գնա զիջումների իր կարմիր գծերի հարցում։ Մենք այս հարցի շուրջ վերջնական եզրակացության չենք եկել, նշել է նա։ Հաջորդ սկանդալային հայտարարությունը. Ոչ հեռու ապագայում մենք կվերցնենք Իրանի Խարկ կղզին եւ նավթային ենթակառուցվածքների այլ կարևոր օբյեկտներ, ստանձնելով նրանց նավթի եւ գազի շուկաների լիակատար վերահսկողությունը, ինչպես դա արեցինք Վենեսուելայի դեպքում, ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Մյուս սկանդալային հայտարարությունը, որն ավելի շատ մեղադրանք է, վերաբերել է քրդերին։ Մենք իսկապես քրդերին զենք ենք ուղարկել եւ անկեղծ ասած նրանք մեզ շատ են հիասթափեցրել։ Կարծում եմ նրանք զենքը պահել են իրենց։ Իմ կարծիքով դա խայտարակություն է, բայց ես դա կհիշեմ քրդեր, ես դա կհիշեմ, ասել է Թրամփը։ Այս սպառնալիքներին անդրադարձել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Սխալ ռազմավարություններն ու իմպուլսիվ որոշումները կհանգեցնեն իրավիճակի վատթարացմանը, կքայքայեն էներգետիկ ենթակառուցվածքն ու շուկաները եւ կստեղծեն անվերջ ճահիճ, որի մեջ դուք կմնաք տարիներ շարունակ։ Դուք կտեսնեք այլ Իրան, ասել է նա։ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան Թրամփի հրավերով հունիսի 14-ին կայցելի Վաշինգտոն։ Այցի նպատակն է քննարկել տարածաշրջանային անվտանգությունը, Սիրիայի տնտեսական վերականգնումը եւ ամերիկյան գործող պատժամիջոցների վերացումը։ Ալ-Շարաան 7 ամիս առաջ է եղել Սպիտակ տանը։ Եվրոպական երկրների բնակիչների միայն 11%-ն է Միացյալ Նահանգներին համարում դաշնակից, սա պարզել է Եվրոպական արտաքին հարաբերությունների խորհրդի հարցումը։ Նշվում է, որ սա պատմական նվազագույն ցուցանիշ է, որը նվազել է անգամ կես տարի առաջ գրանցված 16%-ից։ Հարցվածների մեծամասնությունը կասկած է հայտնել, որ հնարավոր հարձակման դեպքում Միացյալ Նահանգները կօգնի իրենց։ Հնդկաստանում ծայրահեղ շոկ եղանակ է, ինչի հետևանքով մահեր են գրանցվում։ Հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում մայիսին օդի ջերմաստիճանը 48 աստիճանից բարձր է եղել։ Վերջերս կատարված ուսումնասիրության համաձայն նման ծայրահեղ շոկի ընդամենը մեկ օրն ամբողջ երկրում հանգեցնում է մոտավորապես 3400 մահվան։ Լույսեր, տրոններ, հրավառություն, 120,000 մարդ ներկա է եղել աշխարհի ամենաբարձր եկեղեցու Սագրադա Ֆամիլիայի աշտարակի բացման արարողությանը։ Նոր աշտարակն օրհնել է Հռոմի Պապը։ Տոնակատարությունը նվիրված է եղել բազիլիկի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի մահվան 100-ամյակին։ Միացյալ Նահանգներում էր ոստիկանական հետապնդումը մարտաֆիլմի կադրեր է հիշեցրել։ Ոստիկանները հետապնդել են 28-ամյա մի տղամարդու, որը մեծ արագությամբ ընթանալով փորձել է ազատվել ոստիկաններից, սակայն արագ վարելու հետևանքով նրա 4 ամսական երեխան դուրս է թռել մեքենայից։ Փոքրիկն ու մեքենայում եղած նրա մյուս երեխաները վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։